Լինում են չեն լինում, երկու աղքատ աղբեր են լինում։ Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի մոտ ծառա մտնի, ռոճիկ ստանա ղրկի տուն։ Էսպես էլ մեծը վեր է կենում, գնում մի հարուստի մոտ ծառա է մտնում։ Ժամանակ նշանակում են մինել կկվի ձեն ածելը։ Այս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային, ասում է. Մինչև այն ժամանակը, թե դու բարկանաս, դու 1000 մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ։ Ես որ 1000 մանեթ չունեմ, որտեղից տամ, ասում է ծառան։ Բան չկա, փոխարենը ինձ 10 տարի ձրի կծառայես։ Տղեն մին վախենում է այս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի, ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, բրծանք գնաց։ Իսկ թե իրենք բարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։ ասում է լավ, համաձայնում է, պայմանը կապում են ու մտնում ծառայության։ Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։ Գնա, քանի լուսը հնձի, որ մութն ընկնի կգաս։ Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է. Էդ ուր եկար։ Դե արևը մեր մտավ, ես էլ եկա։ Չէ, այդպես չի։ Ես քեզ ասել եմ, քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տես նրա աղբեր լուսնյակը դուրս եկավ, սա ինչ պակաս է լուս տալի։ Էդ ոնց կլնի, զարմանում է ծառան։ Հա, դու արդեն բարկանում ես։ Հարցնում է տերը։ Չէ, չեմ բարկանում, ես միայն ասում էի, հոգնած եմ, մի քիչ հանգստանամ։ Կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։ Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում, թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։ Վայ քո արտն էլ հարամալի, քո հացն էլ, քո տված ռոճիկն էլ։ Սկսում է հայհոյել հուսահատված։ Հա, դու բարկանում ես։ Կանգնում է գլխին հարուստը։ Երբ որ բարկանում ես, մեր պայմանը պայման է, էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։ Միտք է անում, վերջը 1000 մանեթի պարտամուրհակ է տալիս հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։ Հը, ինչ արիր, հարցնում է փոքր աղբերը, ու մեծ աղբերը նստում է գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։ Բան չկա, դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։ Չէ, էդ քիչ է, հակառակում է տղեն։ Թե դու բարկանաս, դու ինձ 2000 մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ 2000 մանեթ կտամ ու 20 տարի ձրի կծառայեմ։ Լավ։ Ուրախանում է հարուստը, պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր աղբերն է մտնում ծառայության։ Առավոտը լուսանում է, այս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, այս ծառան դեռ քնած է։ Այ տղա, դե վեր կացե, օրը ճաշ դարավ։ Հա, բարկանում ես դու, Գլուխը վեր է քաշում ծառան։ Չէ, չեմ բարկանում։ Վախեցած պատասխանում է տերը։ Միայն ասում եմ, պետք է արտը գնանք հնձելու։ Հա, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։ Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխներն է հագնում։ Այ տղա, դե շուտ արա հագի։ Հա,
Հո չես բարկանում։ Չէ, ով է բարկանում։ Ես միայն ուզում եի ասել, ուշանում ենք։ Հա, էդ ուրիշ բան է, թե չէ, պայման է։ Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում, Էլ ինչ հնձելու ժամանակ է որ։ ասում է ծառան։ Տեսնում ես, ամենքն էլ ճաշում են։ Մենք էլ մեր ճաշն ուտենք հետո։ Նստում են ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է. Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ էլ քնենք, հանգստանանք, թե չէ։ Գլուխը կոխում է խոտերի մեջ ու քնում մինչև իրիկուն։ Դո վեր կաց, մտնեց, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց, վայ քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վայ քու կերացն էլ հարամլի, քու արածն էլ, ես ինչ կրակի մեջ ընգա։ Սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։ Հե, չլինի թե բարկանում ես։ Գլուխը բարձրացնում է ծառան։ Չէ, ով է բարկանում, ես այն է ասում, թե մտնել է, տուն գնալու ժամանակն է։ Հա, էդ ուրիշ բան է։ Գնանք, թե չէ ո մեր պայմանը գիտես։ Վայ նրա մեղքը ով բարկացավ։ Գալիս են տուն։ Տեսնում են հյուր է եկել։ Ծառային ղրկում են, թե գնա ոչխար մորթի։ Որը։ Որը պատահի։ Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Այս հարուստը վազում է, տեսնում է, ճիշտ որ ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։ Գլխին տալիս է ու գոռում. Էս ինչ ես արել, այ անաստված, քո տունը կանդվի, ինչ իմ տունը կանդեցիր։ Դու ասիր, որ ոչխարը պատահի մորթի, ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթեցի։ Ուրիշ ավել պակաս ինչ եմ արել, աղա ջան։ Հանգիստ պատասխանում է ծառան։ Բայց կարծեմ դու բարկանում ես, հա։ Չէ, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ այսքան ապրանքս բճացավ։ Լավ, որ բարկանում չես, էլ կծառայեմ։ Հարուստը մտածում է, ինչ անի, ոնց անի, որ այս ծառայից ազատվի։ Պայման է կապել, մինչև մինել գարնան կկվի ձենացելը։ Այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ որտեղ են գարունն ու կկուն։ Միտք է անում, միտք մի հնար է մտածում, կնոջը տանում է անտառում մի ծառի վերհանում ու պատվիրում, որ կուկու կանչի։ Ինքը գալիս է ծառային տանում, թե արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում, թե չէ, կինը ծառի վրայից կանչում է. Կուկու, կուկու։ Ահա, աչքդ լուս։ ասում է ծառային տերը։ Կկուն կանչեց, ժամանակդ լրացավ։ Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։ Չէ, ով է լսել, որ տարու այս եղանակին ձմեռվա կեսին կկուն ձենացի, որ սա է ձենացում։ Ես պետք է այս կկվին սպանեմ, սա ինչ կկու է։ Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը։ Վայ չզարկես Աստծո սիրուն, սև լինի քո պատահելու օրը, այս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը։ Հա, չլինի թե բարկանում ես։ Հա, ախպեր, հերիք էր, արի, ինչ տուգանք տալու եմ, տամ քեզանից ազատվեմ, իմ դրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ, հիմին նոր եմ հասկանում են հին խոսքը, թե մարդ ինչ անի, իրեն կանի։ Այսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր աղբերը մեծ աղբոր տված պարտքի թուղթը պատռում է, 1000 մանետ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։